Հայաստանի եղանակի քմահաճույքն էին միացել է նաև ընտրությունների քամին։ Այդ քամին միշտ էլ արդիական է եղել, սակայն սահմանադրական փոփոխություններից հետո այն սկսեց փչել նոր ուժով։ Բարի տեսանք։ Մատս տերին դե, ես մատս չընդունեց, ձախ մատս տերի ընդունեց։ Հովհաննես Քաջազնունին կային տեսակետին էր, որ խորհրդարանում լինի նաև բավականին ուժեղ ընդդիմություն։ Սխալմություն են երել, որ իրեն այս մակարդակին հասցրել։ Մատնահետքերը դեկալում են, վсё։ Փորձարկում ես տեսել եմ Կիրգիզիայում։ Ոչ իհարկե համակարգի մեջ էլ է, բայց առաջի հերթին մեր մտածողության մեջ է։ Նրա համար է, որ երկրորդ անգամ էլ չմտնել ընտրության։ Լավելին, սև ու սպիտակ քարով կարելի ընտրություն անցկացնել։ Եվ այսպես մենք բացում ենք նոր ընտրական դասագիրք։ Այստեղ են երկու անհայտով հավասարումները, ձայների հաշվարկի հետաքրքրաշարժ հանրահաշիվը, նոր ընտրատարածքային աշխարհագրությունը եւ իհարկե ընտրությունների պատմությունը։ Հենց այս վերջինից էլ սկսենք։ Որն էր մեր ընտրության առարկան 1918 թվականին։ Անդրադարձ մեր պահոցից։ Այստեղ մեկ դար առաջ կանգնած էր մի շինություն, որից պահպանվել է միայն այս լուսանկարը։ Սա Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի շենքն է։ Անդրկովկասից ռուսների հեռանալուց հետո ծանր իրավիճակ տիրեց։ Մայիսի 15-ին թուրքական բանակը գրավեց Ալեքսանդրապոլը, Հայաստանը բազմաթիվ կորուստներ տվեց։ Սակայն մայիսի վերջին Արամ Մանուկյանի կազմակերպչական հանճարի շնորհիվ Հայաստանը հաղթեց Ղարաքիլիսայի, Սարդարապատի եւ Բաշապարանի կռիվներում։ Մայիսի 26-ին կազմալուծվեց Անդրկովկասյան Սեյմը, եւ նույն օրն իրեն անկախ հռչակեց Վրաստանը, մայիսի 27-ին Ադրբեջանը, մայիսի 28-ին Հայաստանը։ 1918 թվականի օգոստոսի 1-ին Երևանում պաշտոնապես բացվեց Հայոց խորհրդարանը, որին ներկայ էին հարևան եւ եվրոպական պետությունների ներկայացուցիչներ։ Նիստը բացեց ամենատարեց падգամավորը, հայր Աբրահամը։ Հենց նա էլ ընտրվեց Հայոց խորհրդի նախագահ։ Զինվորական նվագախումբը հնչեցրեց Հայաստանի օրհներգը, մեր հայրենիքը, եւ բարձրացվեց հայոց հերագույնը։ Երկրի ներսում կտոր չլինելու պատճառով ստիպված էին դրսից կապույտ, կարմիր եւ ծիրանագույն կտորներ բերել։ Հայաստանի առաջին խորհրդարանում կային 18 դաշնակցական, 6 սոցիալ-հեղափոխական, 6 սոցիալ-դեմոկրատ, 6 մահմեդական, 2 անկուսակցական, 1 եզդի եւ 1 ռուս падգամավորներ։ Նրանք սկզբում ձևավորեցին կառավարությունը, վերակազմավորեցին բանակը, սահմանեցին զինվորականների եւ պետական պաշտոնյաների աշխատավարձը, միջոցներ հատկացրեցին գաղթականների եւ զորքի պարենավորման համար։ Առաջին խորհրդարանը Հայաստանի գոյություն ունեցավ շուրջ 1 տարի։ 1919 թվականի ամռանը տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ եւ իշխող կուսակցությունը Հայահեղափոխական դաշնակցությունը եւ նրա առաջնորդներից մեկը Հովհաննես Քաջազնունին նույնիսկ այն տեսակետին էր, որ խորհրդարանում լինի նաեւ բավականին ուժեղ ընդդիմություն։ 1919 թվականի հունիսի 21-ից 23-ը Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, առաջինն ու վերջինը։ Ընտրողների ընդհանուր թիվը 365780 էր։ Պարլամենտի 80 տեղերից 72-ը բաժին ընկավ Հայ հեղափոխական դաշնակցությանը, ինչն էլ ընտրախախտումների մասին տարաբնույթ խոսակցությունների տեղիք տվեց։ Խորհրդարանը արդյունավետ գործում է մինչև 1920-ի մայիս, երբ բոլշևիկյան խռովության արդյունքում ստեղծված ծանր կաթության պայմաններում կրկին ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը։ Այսպիսով մենք հայոց հանրապետության գոյության ընթացքում այդ 30 ամիսների ընթացքում ունեցանք ընդամենը 2 խորհրդարան, մեկը նշանակովի, մյուսը ընտրովի։ Ընտրության առարկան քննարկում ենք Ավետիք Իշխանյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տեսնում ենք Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը, այն ժամանակ մեր եռագույնի տարմիրը, կապույտը, նարնջագույնը կտորի սղության պատճառով բերեցին ուրիշ երկրից, մոտավորապես մի 100 տարի հետո մենք թափանցիկ քվեատուփեր ստացանք Վրաստանից, հիմա մատնահետքի սարքերն են բերում Եվրոպայից, այսինքն
թվում է թե ամեն ինչ կա, ամեն ինչ բերվում է ուրիշ երկրներից ընտրություններ անցկացնելու համար։ Ինչն է պակաս։ Պակասը մեր մտածողությունն է։ Ինչ նկատի ունեմ հետեւյալը, որ եթե ես պայմանական ասեմ, որ խնդիրը ոչ իհարկե համակարգի մեջ է, բայց առաջի հերթին մեր մտածողության մեջ է։ Մենք դեռևս հպատակի մտածողության մեջ ենք։ Եվ այդ բոլոր տիպի օրենքների փոփոխությունները, միջազգային կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա, օրենսգիրքը դարձնել ընտրական ավելի մանրամասն եւ այլն, վստահաբար եմ ասում, որ կարող է լինել մեկ էջանոց ընտրական օրենք, մեկ էջանոց եւ փայլուն ընտրություններ անցկացնել, ավելին սև ու սպիտակ քարերով կարելի ընտրություն անցկացնել։ Տեսեք տարբեր մակարդակի ընտրությունները, բուհերի ընտրություններից սկսած ղեկավարության, դպրոցների, այսպես ասած, պայմանական ասած ընտրություններից եւ որ ընտրվում է տնօրենը, սկսած ստեղծագործական միությունների ընտրություններով, փաստաբանների պալատի ընտրությունով եւ կուսակցությունների ներքին համագումարների ընտրությունով ամեն տեղ նույն վիճակն է։ Եվ դուք ուզում եք, որ հանկարծ համապետական ընտրությունների ժամանակ ինչ-որ բան փոխվի, եւ որ մեր մտածողությունը այդպիսին է։ Իսկ եթե ուզում ենք, պետք է մտածողություն փոխել։ Իսկ փորձում է ինչ-որ մի քաղաքական ուժ փորձել հասարակության մտածողությունը փոխել։ Նույնիսկ երբեմն սուր քննադատել մեր մտածողությունը, բայց չասելով դուք, ասելով մենք։ Ես այդպիսի բան չեմ տեսել, որովհետեւ նպատակը լրիվ ուրիշ է։ Ինչ որ ձևով իրենք դառնան իշխանություն եւ մյուսները լինեն իրենց հպատակը։ 90-ական թվականներից դեռևս տարբեր քաղաքական ուժերի ես էլ եմ դժբախտություն ունեցել քաղաքական կուսակցությունների մեջ, ասել եմ, որ ոչ թե մտածենք հերթական ընտրությունների մասին, այլ այս առաջիկա 4-5 տարվա մեջ այս ուղղությամբ աշխատել, հասարակության մեջ մտածողություն փոխել եւ այլն։ Ինչ եք խոսում, ինչ ես խոսում, երկիրը կործանվում է, պետք է ազատ իշխանությունից ազատվել, գնալ այսպես անել կամ այնպես անել։ Այսինքն երկարատև աշխատանք փոխելու համար այդպիսի քաղաքական ուժ չկա, որը ունենա այդ գիտակցությունը, որ իսկապես պետք է ինչ-որ բան փոխել։ Պարլամենտ մոնիտորինգ եմ կայքից ես առանձնացրել եմ մեր այս ազգային ժողովի մի քանի թեժ քննարկումներ։ Ասենք, եթե նայենք ուրեմն 5-րդ գումարման ազգային ժողովը մոտավորապես հարկային օրենսգիրքն է թեժ քննարկում ունեցել, ասենք 7 ելույթ, 6 հարց, այս 1000 դրամների օրենքը, տեսնում եք, ավելի շատ, կուսակցությունների մասին օրենքը, այս օրակարգը մեր 5-րդ գումարման ազգային ժողովի համապատասխանում է այդ շենքից դուրս գտնվող հասարակական, քաղաքացիական օրակարգին, այսինքն սրանք են հարցերը, որ մեզ այս ընթացքում հետաքրքրել են։ Եթե մենք վերցնենք հարկային օրենսգիրքը, ապա դա հետաքրքրել են ազգային ժողովում ներկա գործարար պատգամավորներին իհարկե, նրանց են հետաքրքրել։ 1000 դրամների օրենքը հետաքրքրել է ողջ հասարակությանը եւ դրա համար պատահական չէր, որ այստեղ ընդդիմությունը պետք է իրեն ցուցադրեր հասարակության համատաբար ավելի շատ է։ Կուսակցությունների մասին օրենքը վերաբերում է իհարկե նաև ազգային ժողովում ներկայացված կուսակցություններին, բայց խնդիրը որն է, իսկ ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքը դա ուղղակի միջազգային կառույցների աչքին թոս փչելն է, որովհետև եթե դու չունես անկախ դատա իրավական համակարգ, ամենախիստ օրենքներն էլ ընդունի, դրանք չեն գործի կամ գործեն ընտրովի։ Մեր զրույցը շարունակենք կարճ դադարից հետո։ Մատս դերին դե, ես մատս չընդունեց, ձախ մատս դերի ընդունեց։ Ի՞նչ է սա։ Ումի, մարդ։ Սխալմություն են երել, որ իրեն այս մակարդակին հասցրել։ Երկրորդի դեպքում արդեն այնտեղ ապարատը կարմիր է ցույց տալի։ Կարող եմ մի բառով ասել, հնարավորինս հարամ անել կեղծիքները։ Թեման շարունակում ենք Ավետիք Իշխանյանի հետ։ 1990 թվականին, երբ որ աննախադեպ բան տեղի ունեցավ Խորհրդային Միությունում, միակուսակցական համակարգում մենք ունեցանք նոր որակի Գերագույն խորհուրդ, 27 տարի է անցել եւ մենք հիմա անցնում ենք ամբողջովին համամասնական կուսակցական խորհրդարանի։ Այս ժամանակը էվոլյուցիայի ժամանակ էր։ Բացարձակապես համաձայն չեմ էվոլյուցիայի հետ, եթե էվոլյուցիա ապա հետընթաց, ես փորձեմ բացատրել։ Շատ հետաքրքրական է, այսօր բոլորը նախանձով են հիշում այդ 90 թիվը, հիշենք, որ 90 թիվը հեղափոխական ալիքի վրա եկած ընտրություններ էին, բայց եթե դուք նույնիսկ հիմա եթե նայեք արխիվները,
մեծ մասամբ ընտրվեցին շրջաններից, ընտրվեցին կոմունիստական կուսակցության ղեկավարները, Երևանից շարժման ներկայացուցիչները եւ երկու տեղում էլ եղան բազմաթիվ կեղծիքներ, բայց ընտրությունները լեգիտիմ էին, որտեղ հասարակությունը ընդունեց։ Հայաստանի առաջին գումարման գերագույն խորհուրդը կազմավորվեց 1990 թվականին եւ գործեց մինչեւ 1995 թվականը։ Այս խորհրդարանը բացառապես մեծամասնական էր եւ ուներ 260 падգամավոր։ Հիմնականում ներկայացված էր երկու քաղաքական ուժ՝ Կոմկուսը եւ Հայոց համազգային շարժումը։ Այս խորհրդարանը օգոստոսի 23-ին ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որոշում կայացրեց Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն։ Ինչ վերաբերում է անկախության հռչակման, իհարկե ես չեմ նսեմացնում դա, բայց Ուզբեկստանում չեղավ որևէ այդպիսի բան, բայց նույնպես անկախություն ստացավ, ոչ հանրաքվե, ոչ էլ այդպիսի հարց, այսինքն խորհրդային միության փլուզման հետ էր կապված մեր անկախությունը, պետք էր պատրաստ լինել դրան։ Իշխանությունը պատրաստվել է այս ընտրություններին, տեսնում ենք, որ ընդդիմությունն է պատրաստվել, այսինքն քաղաքական գործիչները պատրաստվել են։ Իսկ դուք, որպես իրավապաշտպան, դուք պատրաստվում եք այս նոր իրավիճակին։ Խնդիրը որն է, իշխանությունը թելադրում է խաղի կանոններ։ Ես ինչ եմ պատրաստվում անել այս անգամ։ Նախ մենք դատապարտված ենք դիտորդություն անել, ինչպես բազմիցս արել ենք դիտորդություն անել եւ Հայաստանում շատ քիչ անկախ կազմակերպություններ կան, որոնց դիտորդության ես վստահում եմ, եւ մենք դիտորդություն ենք անելու, դա ինչ արդյունք կարող է տալ դիտորդությունը։ Կարող է մի բառով ասել, հնարավորինս հարամ անել կեղծիքները։ Դա ինչպես ենք մենք մասնակցելու։ Շնորհակալություն զրույցի համար։ Այժմ անդրադառնանք Սևանի ափին կատարված մի հույժ կարևոր փորձարկմանը։ Ինչպես վստահեցնում են, այն շատ էական է նոր որակի ընտրություններ կազմակերպելու համար։ Ծովի մակարդակից 2114 մետր բարձրության վրա փորձարկվում է հատուկ կարևորության մի սարքավորում։ Եթե հավատանք ընտրական օրենսգրքին, ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին, ապա այս սարքից է կախված ընտրությունների իրական արդյունքը։ Սեմյոնովկա գյուղում բոլորը խոսում են այդ մասին, ոմանք արդեն հասցրել են շոշափել այն։ Իրանք ազնագիրը վեկալում են մեր ձեռից, անցկացնում են այդ բանով, ապարատով, մատնահետքերը վեկալում են, ես օրինակ երկու հատ անձնագիր ունեմ, տարա բանարեցին, ստուգեցին, որ երկուսն էլ կարմիր լույսը վառեց, ասավ մի հատ ընտրել եք, փորձեցի էլի, փորձնական, ու ոչ մի բան։ Նրա համար է, որ երկրորդ անգամ էլ չմտնեն ընտրության, խախտում չլինի։ Կաշխատի դա։ Ես թվում է, այո, կաշխատի, երկրորդի դեպքում արդեն այնտեղ ապարատը կարմիր է ցույց տալի, դրա համար էլ։ Չէ, բութը չէ։ Այդի, տատս։ Սեղմի։ Փետրվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում համայնքի ավականու ընտրություններ էին եւ առաջիկա ազգային ժողովի ընտրությունների գլխավոր փորձերից մեկը։ Ընտրողների էլեկտրոնային գրանցում ունեցող սարքավորումը, որ պետք է ներդրվի ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրը, փորձարկվեց այստեղ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն անձամբ է փորձարկում անցկացնում, մատնահետք վերցնում, նշում թույլ եւ ուժեղ կողմերը։ Նրա դիտարկմամբ թերություններն աննշան են եւ հնարավոր է մինչեւ խորհրդարանական ընտրությունները վերացնել դրանք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ի տարբերություն շատերի շատ է տեսել այսպիսի սարքավորումներ։ Փորձարկում ես տեսել եմ Կիրգիզիայում, որտեղ Ղրղստանում, որտեղ ուրեմն նմանատիպ եղանակով էր իրականացում ընտրողների գրանցումը, բայց ընդհանուր առմամբ սարքավորումների կիրառմամբ ընտրողների գրանցում իրականացում են բազմաթիվ այլ երկրներում ևս։ Սինխրոնիզացումը մի քանի սարքերի միջև բավականին ժամանակատար է եւ պետք է դրա վրա աշխատվի, որպեսզի այդ ժամանակը կրճատվի եւ այլն։ Սարքի ներմուծման նպատակը բազմակի քվեարկության կանխումն է։ Անձը հաստատող փաստաթղթի հիման վրա սարքավորման էկրանը ցուցադրում է ընտրողի կարգավիճակը։ Կարմիր նշանը հայտնվում է, երբ ընտրողն արդեն քվեարկել է։ Այս դեպքում կարող են կիրառվել օրենքով սահմանված միջոցներ։ Դեղին նշանը փաստում է այն մասին, որ ընտրողը ներկայացել է սխալ ընտրատեղամաս։ Իսկ կանաչ նշանի առկայությունից հետո կարելի է հանգիստ մատնահետք անցնել եւ ստանալ կտրոն, որի վրա նշված կլինեն ընտրողի տվյալները։
Շատ բարդ process չի, իմ կարծիքով հանձնաժողովը որ ճիշտ աշխատի սկզբից, ընտրողները արագ սովորեն, որտեղ մեր մարզի ժողովուրդը գրագետ ժողովուրդ են։ 100%-ով աշխատել են։ Շատ լավագույն։ Կասկածողներ սակայն կան, անկախ դիտորդներ հասարակական դաշինքն արդեն հայտարարել է իր անհանգստությունների մասին։ Նույն անձի կողմից սովորական եւ կենսաչափական անձնագրեր օգտագործելուց հետո սարքը երկու դեպքում էլ թույլ է տվել քվեարկել, այսինքն թույլատրել է կրկնակվեարկություն։ Սարքն ընթերցել է անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ընդունելով այն որպես օրիգինալ անձնագիր։ Քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ երկու տեխնիկական սարքերի տվյալը չի համապատասխանել օգտագործած քվեաթերթիկների ելունդների թվին։ Մատստերին դես, մատս չընդունեց, ձախ մատստերի ընդունեց։ Մատնահետքի սարքավորման այսօրվա փորձատեղիում, Սեմյոնովկայում, այնքան էլ շատ մատներ չեն մնացել։ Տների մեծ մասը դատարկ է։ Սեմյոնովկան հիմնադրվել է Ռուսաստանից աքսորված մոլոկանների կողմից, բայց բնակիչների խոսքով նրանցից հիմա մարդ չկա գյուղում։ Սերժ Հովհաննիսյանի ընտանիք այստեղ է եկել Շահումյանի շրջանից։ Ես թվում է թե սենց հարթար կլինի, ես ապարատոմատնա հետքով։ Փախստական ընտանիքի միակ աշխատողը Սերժն է, 13 թոռ ունի։ Սևակն այսօր ողջ օրը շրջել է ընտրատեղամասի մոտ։ Սերժի ծնողները չեն մասնակցել ընտրություններին։ Հայրն ապրել է 3 դասակարգերում եւ հասկացել մի պարզ ճշմարտություն։ Ուրեմն նենց հատերում դες մեկ վայս բան ընտրություն է։ Այնքան ուրեմն սխալմություն են ըրել, որ իրեն այս մակարդակին հասցրել։ Ես եմ պատկերացնում։ Բայց ով արել է սխալմունքները։ Իհարկե որ ազգային ժողով։ Բայց այդ գործիք ով է բերել։ Ես չի մանում, ես գործ գիտեմ, որ դա եկա։ Կեսօրից հետո սարքերը հետ տարան Երևան։ Առանց դրանց էլ Սեմյոնովկան բարեհաջող ավականու կազմ ընտրեց։ 219 ընտրողից քվեարկությանը մասնակցեցին 115-ը։ Լրացուցիչ ցուցակներ, խախտումներ ու անճշտություններ չկային։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ եւ ավելի քան 1500 թեկնածու։ Ով է ուզում դառնալ падգամավոր եւ ով է падգամավորը ըստ նոր սահմանադրության։ Կպարզենք հաջորդ անգամ։ Մնացեք բարյավ։